Փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Ես մի կարճ վկայությունով մի թեթև ուզում եմ սկսեմ, ուրեմն հետաքրքիր մի հատ բանի հանդիպեցի այս քանի օրը։ Գնացել էի միտեղ, այնտեղ աղավնի էին պահում, ես էլ ասեցի այտենց հնուց ես էլ եմ պահել, կարամ բանը զանգեմ, այնտեղ տեսնեմ ինչ կտան, են էլ զանգեցի, ասեցին այնենց վատ վիճակ է, կեղտի մեջ են լրիվ աղավնիները, մի խոսքով, հետի մի հատ խայտառակ կլնեմ, որ տամ, ասի ոչինչ, դու տուր։ Հետո գնացի վերցրեցի, չէ էլ տեսե ինչ էին տվել անկեղծ, այդ կարոպկի մեջ էր, բերեցի այդտեղ տեղում, որ այդ բնի մեջ թողեցին դրանց, տեսա, ասի իսկականից խայտառակ կլնելու բան է, այդ աղավնիները, բայց ներսումս մի հատ հետաքրքիր ձայն եղավ, որ ասեց, ես ձեզ սաղից սենց եմ ընդունել, օրհնյալ է Տիրոջ Սուրբ անունը։ Հետո հիշեցի մի հատ, որ հլը եկեղեցի էլ չէի գալիս, մանկական աստվածաշունչ էի կարդում, հավատքը մտել էր մեջս, երաս տեսա, որ մի հատ աղավնի էր, որ այդ աղավնի պաղողները կիմանան, ֆիլե են ասում, այդ գույն էր, թևերը լրիվ ոնց որ ձթոտ, կեղտոտ, ոտերը ցավացող, սենց թաց, մի խոսքով վրեն հալ չկար, ես էլ ընկել եմ հետևից, հասենց ոտովանում եմ, որ թռնի, խառնվի երկնքում թռչող այդ աղավնիներին, բայց այնպես չէր այդ թռչողները լրիվ սպիտակ էին, խալերով էին, այտենց չէր թռնում, ինձ հետաքրքրեց էլի, ասենք այտենց աղոտ կարեցի Տիրոջ երեխու պես, թե ես ինչ էր էլի այս աղավնին, առավոտը լուսադեմ ուժեղ խորը քուն էր վրես, լսեցի ձայնով, որ ասեց, ես քեզ փոխելու եմ ու հանեմ երկինք, օրհնյալ է Տիրոջ անունը, ես հասկացա այդ աղավնին ես եմ, ու այդ օրվա այդ եղածը, որ տեսա այդ աղավնիների այդ վիճակը, տենց, որ Տերը ասեց, ես ձեզ բոլորից սենց եմ ընդունել, հիմա մենք որ կանք Աստծո ժողովուրդ, Աստծո շնորհքով ենք, որ կարում ենք մի քիչ ստեղ թռնենք, ընդեղ թռնենք, երկինք մի քիչ բարձրանանք, հասկանանք երկինքը ինչ բան է, այն ժամանակ ես գետնից չէի կարում պոկվեի, այս լրիվ Աստծո շնորհքն է, դրա համար իրականում սրտանց մի հատ ասենք փառք ես Տեր Հիսուս, խաչիդ համար, մահվանդ համար, կյանքիդ համար, որ հարությանդ համար, որ այսօր մենք իրականում քո ներկայության մեջ ենք մտնում, դա քո շնորհքն է Տեր։ Մի համար հիշեցի, ստեղ որ մտքովս եկել էր, ուզում եմ կարդամ 68 Սաղմոս 68:13 խոսքն ասում. Թեև գոմերու մեջ մեջտեղը պարկածը լակ, թեև գոմերու մեջ պարկածը լակ, դե գոմերի մեջը ով որ գիտի, թրիկ, կեղտ, ասենք, ոնց լնի կսված պիտի լինի, աղավնի թևերու պես պիտի լակ արծաթով պատված ու անոր փետուրները դեղին ոսկիով, սա Տիրոջ խոստումն է, դու ոնց եկել ես, քեզ տեսել ես, ընդունում ես, դու մեղավոր ես այդպես իր առաջ, բայց եթե սրտանց հնազանդվում ես, Ավետարանի վարդապետությանը, Քրիստոսի վարդապետությանը խոնարհվում ես նրա առաջ, նրա խոստումն է քեզ, որ արծաթի պես ու ոսկիի պես է անելու քեզ, փառավորվի իր սուրբ անունը։ Սրա համար պետք է մեզ իրականում սրտանց հնազանդվել իրան, սրտանց ճանաչել իր արած գործը մեզ համար։ Փիլիպեցիների թղթի մեջ մի հատ տեղ կա գրված, ես սա ուզում եմ կապեմ այս խոսքի հետ ինչի համար, որովհետև մենք սրտանց ընդունել ենք, ուրախ եկել ենք Տիրոջը, բայց կյանքի մեջ տեսնում ենք դժվարություններ կա, փորձություններ կա, ու այս բոլոր բաների մեջ Աստված մեզ տանելով մեզ ուզում է նպատակին հասցնի, որ այո մեր թևերը արծաթի ու ոսկիով պատված լինի։ Օրհնյալ է իր սուրբ անունը։ Մի նայեք այսօրվա երկրավոր դժվարություններին ու խնդիրներին, նայենք մենք նրան, որ մեզ համար հանձնվեց խաչին ու կյանք տվեց մեզ, որպեսզի ապրենք իր ներկայության մեջ, թե երկրի վրա, թե երկնքում։
Այսպես ասում Փիլիպպեցիների թղթի մեջ Պողոս առաքյալը, ուրեմն առաջի գլուխ 29 խոսքը, այն ալ Աստուծմե վասնզի ձեզի տրված Քրիստոսի համար ոչ թե միայն անոր հավատալ, հապա անոր համար չարչարվիլալ։ Ամեն մեկս թող զորանանք այս խոսքով։ Պողոսը սա խոսում է, երբ որ իրականում ինչ օրն էին իրան դնում։ Ես այս մարդուն, որ կարդում եմ Սուրբ գրքի մեջ, ավետարանի մեջ տեսնում եմ իր ապրածը, մի տեղ էլ նախանձավորություն է գալի։ Բայց մեզ չի պատահել այդ հələ տակավին ոմանցս, որպեսզի մենք ունենանք բանտային նեղություններ, չգիտեմ, ասենք ինչ տեսակ դժվարություններ, 41 պլետով ծեծված, ասենք, սենց մի հատ ընթացք, բայց մեզ տրված է մարմինը ունի իր պահանջները երկրի վրա, արդյոք դու այսօր այդ պահանջները, որ գալիս են քեզ ու քեզ դժվարություններ են պատճառում, դու կարողանում ես այս բոլոր բաները կրես Աստծո պատվիրանը պահելով ու հասկանալով, որ շնորհք է, որ դու ես երկրի վրա ապրես որպես վայելա Քրիստոսին կյանքը։ Մենք գնալով պետքա աճենք, մենք գնալով պետքա մեծանանք։ Այս աղավնիների համար, որ հիշում եմ, ասում եմ, այսպես նրանց թռիչքը, որ տեսա վախվխելով մտան ամեն մեկը մի հատ անկյուն, մեկն էլ գնաց թռելով կպավ, ասենց սետկա էր դեմը, գործած աշկերն էլ երևի իսկի չէր տեսնում։ Բայց Աստված ասում է, ես ձեզ սենց եմ ընդունել բոլորիդ։ Մեր վրա ոչ մի համարում չի եղել, որ մի տեղից բռնվենք, ասենք մենք լավն ենք եղել։ Մենք մաքուր ենք եղել, այս հարցի մեջ մենք ճիշտ ենք եղել։ Այդ բոլոր բաների մեջ Աստված ասում է, որ ես ուզում եմ, որպեսզի իմ ներկայության մեջ ապրեք, ես էլ ձեր մեջ բարձրանամ։ Սա պետքա լինի մեր ուշադրությունը կյանքում։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Թողենք աշխարհային բոլոր դժվարություններն ու հոգսերը, նայենք մենակ մի բանի, այն վեմին, որից կոփվել ենք, որպեսզի կարողանանք իր առաջ բարձրանալ ու փառավորել իր սուրբ անունը, ամեն։ Կանգնենք